Ինչի մասին ենք խոսում, խոսքը վերաբերում է Եվրամիության ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականությանը Common Foreign and Security Policy կոչված քաղաքականության համակարգ կա Եվրամիությունում, որի շրջանակներում դիցուք Հայաստանի Հանրապետությունում տեղակայված են Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունները, այդպիսի շատ տասնյակից ավել դիտորդական առաքելություններ կան քաղաքացիական աշխարհի տարբեր վայրերում տեղակայված, որոնց մասնակցում են, ինչպես օրինակ Հայաստանում, մասնակցում է օրինակ Կանադան, որը Եվրամիության անդամ չէ, իրենք էլ համապատասխան պայմանագիր ունեն Եվրամիության հետ եւ մասնակցում են նրանց արտաքին ուրեմն անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության շրջանակում տեղակայված դիտորդական քաղաքացիական առաքելությանը։ Նմանապես կան նաեւ ոչ քաղաքացիական ռազմական առաքելություններ աշխարհի տարբեր վայրերում, իմ մտքին այս պահին գալիս է ճիշտ նշեցիք, բան, փոխնախարար Աֆրիկայում կան, մի ժամանակ Մալիում կար, եթե չեմ սխալվում, հիմա չգիտեմ, դեռ կա Սոմալի ափամերձ ուրեմն շրջաններում այնտեղ ծովահենության դեմ պայքարող առաքելություն կար, Պաղեստինում, Ռաֆայի անցակետում կար, եթե ռազմականներից մի քանիսը հիշենք, ինչով է տարբերվում ռազմական քաղաքացիային, եթե հարցը իսկապես բովանդակային հարց է, տարբերվում է զենքի առկայությամբ, քաղաքացիականում զենք չունեն այդ ծառայություն իրականացնողները ռազմականում ունեն զենք, հետևաբար եւ իրականացնում են ռազմական խնդիր, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում կարող է, բայց հիմնական տարբերությունը դա է։ Այո, որոշակի ծառայողներ, այնտեղ, չգիտեմ, սակրավորներ, չգիտեմ, ռազմական բժիշկներ, այո, կարող է ռազմական առաքելության, ես ոչ թե ասում եմ, որ մեր կողմից գործուղված անձինք պիտի անպայման զինված լինեն, այլ առաքելությունը ինքնին զինված առաքելություն է, որտեղ կարող են լինել նաև չզինված մարդիկ։ Հայաստանը առաջին անգամ չի, որ նման մենք ունենք խաղաղապահ բրիգադ, մասնակցել ենք Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը, Սիրիայինը զինված չէ, դարձը երկար քննարկվել է այն ժամանակ, մասնակցել ենք մի ժամանակ Իրաքում, եթե չեմ սխալվում, ինչպես։ Հիմա Լիբանանում, այսինքն սա այնպես չի, որ ինչ-որ նորություն է, մենք առաջին անգամ ենք լսում, Աֆղանստանում մասնակցել ենք, թե կարծեմ, այո, արդեն այն ժամանակ մասնակցել ենք, այն ժամանակ ուղղակի դա ԵՄ-ի հետ չէր, մի դեպքում ՄԱԿ-ի, մի դեպքում ՆԱՏՕ-ի, մի դեպքում ՄԱԿ-ի հետ էր, պարոն Գևորգյան, դուք հարց եք տալիս, ասում եք, իսկ կարող է ով է երաշխավորելու, չէ՞, այտենց հարց տվեցիք, ինչը ով է երաշխավորելու, ռիսկը կյանքի, ռազմական առաքելության ժամանակ ոչ մեկ չի կարող կյանքի ռիսկ երաշխավորել, դա ռիսկ է, կյանքի ռիսկ է, ընդհանրապես ռազմական գործը ինքը կյանքի ռիսկ է, եթե մարդը զբաղվում է ռազմական գործով, եթե մարդը դարձել է զինվորական, կարող է պատահել, որ ինքը մտնի մարտի մեջ, այն իրավիճակում, որ ինքը ծառայության է, եւ այնտեղ իր կյանքը բնականաբար կենթարկվի ռիսկի։ Ձեր հարցը ո՞րն է այս դեպքում, ոնց է բացառվելու կյանքի ռիսկը զինվորականի։ Իմ հարցը ուրիշ բանի մասին էր, այն միսիաները, որ դուք նշեցիք, գոնե մենք առնվազն Հայաստանում գիտեք, որ դրանք մանդատներ ունեն եւ սահմանված են, ասենք օրինակ ՄԱԿ-ի մանդատը, գիտենք ՄԱԿ-ի սահմանապահ զորքերի մանդատը որն է, ինչ գործողություններ կարան անեն, իրենք ինչ պարտականություններ ունեն եւ պարտավորություններ ունեն։ Հիմա դրա մասին է խոսքը։ Կոնկրետ այս ճգնաժամային կառավարման միսիաների ռազմական կոմպոնենտու մասով կա մանդատ սահմանված եւ որևէ մեկը, ասենք այստեղ ներկաներից այդ մանդատը կարդացել է, ասենք ԵՄ-ի նմանատիպ միսիաների մանդատը ինչա պարունակում եւ ինչա իրանից ներկայացնում։ Հարց դրա մասին է։ Եվ եթե նայեք վերջում պայմանագրին կցած երկու հայտարարություններ կան, որոնք հենց այս թեմային են վերաբերում։ Երբ որ ռիսկեր են առաջանում, որ կողմերը մեկը մյուսի նկատմամբ ինչ պրետենզիա կարա ներկայացնի կամ կարա չներկայացնի։ Այո։ Հիմա դրա համար եմ ասում, որևէ մեկ, ասենք, օրինակ դուք տեսել եք այդ ռազմական միսիաների մանդատը ո՞նց է սահմանված։ Այսինքն իրենք ակտիվ գործողություն պետք է անեն, пассив գործողություն պետք է անեն, թե եթե իրանց վրա հարձակվում են, իրանք ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն։ Ես դրա մասին եմ, խոսքը դրա մասին է։
Այսինքն մանդատը ռազմական միսիաների ԵՄ-ի շրջանակներում մենք գիտենք, պատկերացնում ենք ծավալը, ինչ է ինքը իրենց։ Սկա սահմանված ընդհանրապես։ Դե այդպիսի դեպքերում կոչվում է դա անգլերենում code of conduct, ասենք, երբ որ կոնկրետ գործողության վերաբերյալ կլինի այդ փաստաթուղթը նախ հրավերը երբ որ ներկայացվի, այդ բոլոր ձեր նշված ասենք մանդատի հետ կապված մանրամասները բնականաբար կդիտարկվեն նաև մեր կողմից շատ մանրամասն։ Այդ թվում նաև ձեր նշած, ասենք, ինչպես են վարվելու գործողությունները, ինչքանով է դա համապատասխանում Հայաստանի մոտեցումներին, քաղաքական եւ այլն։ Այդ բոլոր ֆակտորները անպայման դիտարկվելու են։ Իմ հարցը ուրիշ բանի մասին է։ Ես ասում եմ, ՄԱԿ-ի peacekeeper-ները ունեն մանդատ, որը սահմանված է եւ գրված է կոնկրետ փաստաթղթերում ՄԱԿ-ի կողմից հաստատված։ Եվ յուրաքանչյուր միսիա, երբ որ ձևավորվում է, իրանք գիտեն, որ այդ մանդատի շրջանակներում եւ մանդատը ստանդարտ է։ Այս դեպքում այդ երկիրն է հրավիրում։ ԵՄ-ն ունի ռազմական գործողությունների այդ ռազմական կոմպոնենտով կառավարման ճգնաժամերի միսիաների մանդատ։ Այդ կատարվում է այդ երկրի հրավերի հիման վրա։ Չեմ ասում, ում հրավերի հիման վրա են ասում եմ, կա այդ գործողությունների միսիա, ռազմական գործողությունների միսիաների մանդատը։ Ինչա դա իրանց ներկայացնում, ինչպես դա պետք է իրականացվի եւ այլն։ Եթե չկա, ասեք չկա, եթե կա, եթե չկա, ես լավ չեմ հասկանում այդ հարցը։ Մանդատ ասելով նկատի ունեք, ինչքան ես եմ հասկանում, էլի բառը թույլտվությունը չէ, նկարագրությունը կամ պատվիրակումը իրավունքի ինչի մասին է խոսքը։ Բնականաբար Եվրամիությունը իր համար սահմանված ընթացակարգերով Եվրամիության խորհրդի որոշմամբ կայացնում է, որ մանդատը դա է, ՄԱԿ-ի ընթացակարգով է, Եվրամիությունում Եվրամիության ընթացակարգով։ Թե դուք նկատի ունեք ինչ իրավունք ունի ընդհանրապես գնա օտար երկրում ռազմական։ Դա է ձեր հարցի, բա ասեք հասկանանք ինչից եք խոսում։ Պարոն փոխնախարարը պատասխանեց, ասեց այդ երկրի հրավերով։ Չէ։ Գրակի, պետքա լքի երկիր։ Հարգելի գործընկերներ, Չեմ Նայ, ՄԱԿ-ը ունի խաղաղապահ։ կմիացնեք խոսափողը հասկանանք ինչի մասին։ ՄԱԿ-ը ունի կոնկրետ խաղաղապահ առաքելության մանդատ։ ԵՄ-ն, որտեղ նկարագրվում է ընդհանուր այդ խաղաղապահ առաքելության Նկատեք ընդհանրապես խաղաղապահ առաքելություն իրականացնելու իրավունք տրված աշխարհի կողմից այդ կառույցին, այդ է միտքը։ որտեղ որ նկարագրված են թե առաքելության շրջանակներում ինչպիսի իրավասություններ ունեն, Շատ լավ։ Հիմա հարցնում եք, իսկ ԵՄ-ն, այսինքն դուք հարցնում եք ոչ թե մեր մասնակցության ձևաչափը, այլ հարցնում եք թե ընդհանրապես ԵՄ-ն այդ ինչ մանդատով է իրականացնում ռազմական առաքելություն, որ մի բան էլ մենք մասնակցենք։ Դա է հարցը։ Որպեսզի մենք կարողանանք մասնակցել, մենք պետք է պատկերացնենք ինչպես մասնակցում։ մանդատ Ում կողմից տրված։ նորից ասում մանդատը, պարոն Եվան, այս պարագայում ոչ թե ինչ որ թույլտվությունը, այլ են փաստաթուղթն, որը սահմանում է առաքելության նպատակները, գործառույթները։ Ամեն մեկի համար առանձին է, եթե Սոմալիի ծովահենների դեմ է մի մանդատ է, եթե Պաղեստինում անցակետի հսկողության վրա մի ուրիշ մանդատ է։ Կա խաղաղապահների ընդհանուր գործողության մանդատ ՄԱԿ-ում սահմանված։ Հիմա դրա համար եմ հարցնում։ ԵՄ-ում կա այդպիսի փաստաթուղթ, լավ, մանդատը անունը թողենք մի կողմ, ուրիշ անցալում։ ԵՄ-ն ունի փաստաթուղթ, որով նկարագրում է իր ճգնաժամային կառավարման բաներին, այդ միսիաներին ռազմական կոմպոնենտը ինչ է իրենց ներկայացնում։